Պարոն Հարությունյան, կարող է մի քիչ պարզաբանեք, որտեղ տարբեր տեղերից, լրատվությունից կամ չգիտեմ անձնական խոսակցությունից լսում ենք թվեր։ 16 միլիոն է անհրաժեշտ, 10 կա, 11 կա, 5 չկա կամ 6 չկա։ Ինչ է նշանակում եղածը, որ կա, եւ եթե հանկարծ այդ մնացած պակասորդը չի լինում, արդյոք էս նախորդնել չենք անում կամ փաթեթը կարող ենք ենթադրենք ունենք 10 միլիոն, 10 միլիոնի անենք, այն մնացածը չունենք, այդ մնացած կետերը չանենք, սա մեկ։ Եթե մենք չենք ունենում ընդհանրապես գումար եւ այս մասը չենք անում։ Կան օրենսգրքում ի սկզբանե վիճելի եւ անընդունելի համարված շատերի կողմից կետեր, որոնց շուտ կարծես թե էլի լսել ենք, որ բանակցությունները շարունակվել են։ Դա տարածքային ցուցակներն են։ Դրանց համար գումար պետք չի։ Կարող է շարունակվեն բանակցությունները այդ ցուցակները հանելու։ Բերեք դա հանենք, որի համար ցուցակ պետք չի, դա կլինի շատ ավելի մեծ կոնսենսուս, քան ենթադրենք հարցերի թվարկած հարցերից մի մաս անել, մի մասը չանելը։ Հիմա հարցը այդպես ընդհանուր է, եթե գումարը չի լինում, ինչի համար որ կա, անում ենք թե ոչ, եթե ընդհանրապես չի լինում, շարունակում ենք այն բաները անել, մասնավորապես տարածքային ցուցակների մասին է խոսքը, որոնց համար գումար պետք չի, եւ ինչ է նշանակում կա թե չէ այդ գումարը։ Տարածքային ցուցակների համար գումար ճիշտ եք ասում պետք չէ, բայց անգամ այս ֆորմատով բանակցությունները այդ առումով որևէ արդյունքի չեն բերել, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը ունի հստակ դիրքորոշում այդ առումով։ Անհամաձայնություն եւ մենք պատրաստ չենք այդտեղ փոփոխություն կատարելու։ Ինչ վերաբերում է գումարի մյուս հատվածին, ինչ է նշանակում, որ 10-11 միլիոնը կա, մնացած գումարը չկա։ Պարոն Արզումանյանը շատ ճիշտ նշեց, որ իրականում մենք երկարաձգում ենք ID քարտերի տպագրության գործընթացը եւ իսկապես ID քարտերի ընդհանրապես եւ էլեկտրոնային կառավարման համակարգի բյուջետային աջակցության ծրագիր գոյություն ունի Եվրամիության հետ, այն ենթադրում է կյանքի կոչել մյուս տարվա վերջին կամ 18-ի սկզբին եւ ենթադրվում է, որ տպագրության ծախսերը հենց այդ մասով պետք է վերցնի իր վրա Եվրամիությունը։ Սա խոսքը վերաբերում է մոտավորապես 4 միլիոնին, իրականում 3.3-3.4-ի կողմերը մենք այդտեղ պահանջարկ ունենք։ Երկրորդ հատվածը դա սարքավորումներն են, որոնք օգտագործվելու են քվեարկության օրը անձին ճանաչելու եւ գրանցելու համար։ Սարքավորումները սկզբունքորեն նույնն են, ինչ գործող ընտրական օրենսգրքի ենթատեքստում գործող ընտրական օրենսգրքի մեխանիզմների կիրառման համար, ինչ առաջարկվող մոդելով ծրագրային ապահովումը տարբեր է, երկու դեպքում էլ պետք է մշակվի ծրագրային ապահովում։ Մի դեպքում այն պետք է ճանաչի ավտոմատ կերպով անձնագրի կամ նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի համարը, համադրի ցուցակի հետ եւ այլն։ Մյուս դեպքում այն պետք է դա կատարի մատնահետքով։ Ծրագրային ապահովումը, ինչպես արդեն նշեցի, տարբեր է, գների տարբերություն այո կլինի, ծրագրային ապահովման պատճառով, որովհետև յուրաքանչյուր սարքի համար անհրաժեշտ է գնել մատնահետքի ճանաչման լիցենզիա, ինչը լրացուցիչ գումար է, բայց չեմ կարող ասել, որ սա տիեզերական գումար է։ Այս գումարի առումով կառավարությունը իր մասով մասնակցելու է, ինչու, որովհետև եթե անգամ որևէ դոնոր, որևէ գումար չառաջարկեց մեզ, ապա մենք կյանքի ենք կոչելու գործող ընտրական օրենսգրքի մեխանիզմը, ինչը արդեն նշեցի, զուտ սարքավորումների առումով արդեն կազմելու է մի քանի միլիոն եվրո։ Մասնակի կիրառել այս մեխանիզմը իմաստ չունի, որովհետև բուն խնդիրը հետևյալն է։ Կամ մենք անցնում ենք հետևյալ սկզբունքի, նախագրանցված ընտրողը միայն կարող է մասնակցել քվեարկությանը, նախագրանցված, այսինքն անձ, որը հանձնել է իր մատնահետքերը, կամ ոչ։ Չեն կարող դա իրականացնել մի մարզի տարածքում, որովհետև մենք ուղղակի խախտենք ընդհանուր սկզբունքը, կլինեն տարբեր երկու մեխանիզմներ եւ այլն։ Կամ ամբողջ երկրում ենք անցնում նախագրանցման, կամ չենք անցնում։ Հիմա ինչ գումարներ էլ արկա են։ Արդեն նշեցի 4 միլիոնը ապագայի տպագրելու համար արկա է, 3 միլիոնը կառավարության կողմից ներդրվող արկա է եւ կարծես թե բացի դրանից մոտ 3 միլիոն Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են ներդնել։ Տարբերությունը կա, էական է եւ այն պետք է այդ հարցը ստանա իր լուծումը։ Համեցեք, պարոն Մարգարյան։ Այն ինչը որ ժամկետի հետ կապ չուներ, այսինքն առաջի փաթեթը, որի մասին դուք ասացիք, այնտեղ եւս ծախսեր կան, տեսանկարահանում եւ այլն եւ այլն։ Գուցե այդտեղի ծախսը բերում դնում ենք, որտեղ սա շատ ավելի կարեւոր է, հնարավոր է սա անել թե ոչ, եւ մի հարց եւս։
Եթե մենք անցնում ենք մատնաբանի նախագրանցվելուն, այն անձինք, ովքեր արդեն ունեն, նրանք չեն մասնակցում այդ նախագրանցման արարողությանը։ Հետևաբար ցուցակները ըստ էության չեն մաքրվում ամբողջապես։ Գոնե այդ ենթադրենք 700,000 դուք ասեցիք մարդ կա, այդքանով գոնե ցուցակները չեն մաքրվում, չէ՞ նախընտրական։ Սա ոնց ենք անում։ Եվ եթե մարդը ID card չունի, բայց մատնահետք ունի, դրա օգտագործումը ես չկան հասկացա ոնց որ թե մատնահետքը այնուամենայնիվ օգտագործում է, դեռ ID card նույնիսկ ստացած չլինի։ Այո կամ ոչ։ Տեսանկարահանումը 16 միլիոնում հաշվարկված չէ։ Սա լրացուցիչ է։ Գումար կհաջողվի հայթայթել, թե ոչ, տեսնենք։ Մեր գնահատականները էապես տարբերվում են։ Հա, մենք գրել ենք, եթե լինի։ Նախագծում կա տեսանկարահանման մասին։ Չէ, գրածա որ մրցույթ է տեղի ունենալու եւ որևէ մասնագիտացված կազմակերպություն մասնակցելու։ Կարող է ոչ կազմակերպություն չմասնակցի կամ այդ գնի մեջ չտեղավորվի, կարող է։ 16 միլիոնի մեջ հաշվարկված չէ։ Ցուցակների հետ մաքրելը։ Նայեք, ես չգիտեմ այդ մաքրել տերմինը որտեղից է առաջացել, բայց գոնե առօրեական մակարդակով կարծում եմ, որ բոլորը նկատի ունեն այն անձանց, ովքեր տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում չեն։ Մենք նույնականացման քարտեր սկսել ենք տրամադրել ընդամենը 12 թվականից։ Եթե դուք համարում եք, որ ամեն շաբաթ պետք է գնանք ցուցակները մաքրել, ձեր ասած մաքրելու գործընթացը, ես չեմ կարծում դա ճիշտ մոտեցում է։ Երկրորդը, ավելի գիտեք, կասկածամտությունը ինչ որ միտեղ պետք է սահման ունենա։ Եթե անձը ճանաչվում է իր մատնահետքով, ի՞նչն էիք ուզում այդ անձի մաքրեիք։ Կարելի է, այսինքն, գիտեք, փորձում ենք օգտագործել գիտության վերջին ճիճը, մատնահետքով ճանաչել, այդ մարդն է թե չէ, ինքն է ներկայացել թե չէ, բայց ձեռի հետ էլ ուզում ենք մի հատ գյուղական կարգով մաքրենք, գնանք հարևաններից հարցնենք այդ մարդը, ում մատնահետքը ճանաչել էր, կարող է Հայաստանում չի։ Ուրեմն ես առաջարկում եմ անել հետևյալը այնուամենայնիվ։ Իդեպ 10-ը, եթե ինձ եք հարցնում, ավերորդություն է։ Եթե մարդուն ճանաչում ես մի մատով, ինչի պետք է 10 մատ ունենաս։ Միակ բանը, որ կարող է հիմնավորում լինել, հետևյալն է, որտեղ այդ մի մատը կարող է վնասված լինի, մյուս մատով, որ հաջողվի մարդուն ճանաչելը։ Ինչքան շատ մատնահետք ես հանձնում, այդքան ճանաչման տոկոսը ավելի բարձրանում է։ Ընդամենը դա։ Բայց երկու տարբեր մեխանիզմներ գալ իրար հետ խառնել, կներեք, ես կարծում եմ դա անթույլատրել է։ Ինչ 2022-ին մի հատ էլ ենք ասելու, մի հատ գնանք տաներով ընկնենք, տեսնենք ով կա, ով չկա։ Բամատնահետք ինչի համար ենք հավաքում։